Բարև սիրելի եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք Հռոմեացիս 9:14-24 համարներին, այսօր կխոսենք արդեն Աստծո նպատակների կամ կարելի ասել այն ընդհանուր Աստծո արդարացիությունը, որքանով այն իմաստավորված Աստծո ծրագրի մեջ, որովհետև երբ որ մենք 14-ից մինչև 19 համարը, մինչ այդ ավելի կենտրոնացանք այս հատվածի վրա, ընդհանուր մենք վերցրել ենք 14-ից 24 համարը։ Երբ կենտրոնացանք մինչև 19, մենք տեսանք Աստված երկու կարևոր 5 տակարի մեջ բերումով արտահայտեց իր արդարացի լինելը։ Այն վերաբերվում էր իր սուվերեն կամ անկախ ընտրությանը եւ նախասահմանությանը, փրկության հարցում եւ նաեւ մարդու պատասխանատվությանը դատապարտության հարցում։ Եվ հիմա ուղղակի պետք է հասկանանք, որ առաքյալը այս արդարացիությունը, որ Աստված արդար է, միթե Աստծո մոտ անիրավություն կա, այս հարցը չի տալի վակուումի մեջ։ Այն անպայման ներկայացնում է Աստծո նպատակների օղակում։ Տեսեք, ես շատ հաճախ խոսել եմ Աստծո նպատակների մասին, առաջ քաշելով կոնցեպտը Աստծո փառքի, ես ակնարկել եմ ուղղակի, մենք ամբողջական չենք խոսել, Աստծո փառքի հասկացողությունը դա Աստծո կարևորագույն նպատակն է, որ Աստված ունի ցանկություն ամեն ինչից առաջ, դեռ չստեղծած հավիտենականության մեջ, դեռ չստեղծած նյութական աշխարհը, ունի կարևոր նպատակ արտահայտելու կամ ցույց տալու իր փառքը։ Եվ երբ որ մենք խոսում ենք Աստծո փառքի մասին, ես արդեն շեշտել եմ, Աստծո փառքը ամբողջական Աստծո էությունն է։ Աստված չի ուզում ցույց տա իր հատկության որոշ բաղադրիչներ։ Աստված նպատակ ունի ցույց տալու իր ամբողջական փառքը։ Հիմա որքանով է ստեղծված մարդը, սահմանափակ մարդը, ունակ ընկալելու Աստծո ամբողջական փառքը, դա արդեն Աստծո իմաստությունով մարդու տրված ստեղծագործության օղակներում հատկությունից է կապված, բայց մեղավոր մարդը, ով Աստծո փառքից ընկած է, զրկված է որոշակի առումով Աստված ճանաչությունից, այսինքն կորցրել այդ հատկությունը, որ Աստված մարդուն ստեղծագործության օղակներում տվել է։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո փառքի մասին, մենք պիտի հասկանանք առաջնային, որ նաև մարդը ստեղծվել է Աստծո այդ փառքը արտահայտելու նպատակի համար, դրա համար գրված է եւ ես ստեղծեցի մարդուն իմ փառքի համար, կամ այսինքն մարդն է կրում Աստծո պատկերը եւ նմանությունը, որը տալիս է մարդուն կարողություն արտահայտելու թե ով է Աստված, այսինքն փառավորելու Աստծուն։ Դրա համար երբ որ առաքյալը խոսում է նույնիսկ մեղքի մասին, մեղքի անտոլոգիան, մեղքի կարևոր հիմքում, ինքը չի ասում, որ ամեն մարդ մեղք գործեց եւ սկսեց սխալ վարվել, ամեն մարդ մեղք գործեց եւ սկսեց վնասել կամ վնասվել։ Ասում ամեն մարդ մեղք գործեց եւ ընկած է Աստծո փառքից։ Սա ամենակարևոր բուն նպատակն է, ինչի համար ինքը ստեղծված էր։ Ընկած է Աստծո փառքից, սա նշանակում է կարողություն չունի կատարելու այն նպատակը, ինչի համար ինքը ստեղծված է։ Իսկ ոչ թե փառավորում է Աստծուն, այլ փառավորում է իրեն։ Ես չեմ ուզում անդրադառնամ նորից կենտրոնանք այս սկզբունքի վրա, բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Աստծո նպատակները արտահայտում են Աստծո փառքը։ Իսկ երբ որ մենք Աստվածաշնչում հիմա մի քիչ հետո կտեսնենք Աստծո նպատակները, կտեսնենք որքանով է այդ նպատակը փառավորում Աստծուն, այսինքն Աստված ոչ թե պատմության ընթացքում է որոշում ինչպես վարվի։ Աստված արդեն հավիտենականության մեջ ունենալով ցանկություն արտահայտելու իր փառքը, ունի ծրագիր, ինչպես պիտի արտահայտի այդ փառքը։ Դրա համար այդ փառքը արտահայտելու սկզբունքի մեջ նախասահմանված մտնում է նաև Աստծո թույլ տալը, որպեսզի մեղք մտնի աշխարհ։ Հիմա օրինակ ես ձեզ հարց տամ. ուներ կարողություն Աստված արգելելու սատանային մտներ Եդեմի պարտեզ եւ մարդուն փորձեր։ Իհարկե։ Թույլ տվեց Աստված, որպեսզի սատանան մտնի եւ փորձի մարդուն։ Այո, տեսեք, եթե մենք չհասկանանք Աստծո իրական բուն նպատակները, մենք այլ տեսանկյունից կնայենք Աստվածաշնչյան կարևոր ուսուցումների մեղքի անկմանը, մեղքին, փրկagorցությանը, Քրիստոսի փոխանորձ զոհաբերությանը, օրինակ, եթե մենք վերցնենք մարդկային արդարությունով մարդակենտրոն կերպով նայենք Քրիստոսի կատարածը, այն կտեղավորվի մարդկային արդարության մեջ, եթե ես եմ մեղք գործել, բայց իմ փոխարեն ուրիշն է մահանում կամ ուրիշն է դատապարտվում։ Ոչ, մարդկային արդարությունով այդպես չի, ես եմ մեղք գործել, ես պիտի պատիժը կրեմ։ Բայց ինչի ենք մենք համաձայնում, որ իմ գործած մեղքի համար պիտի Քրիստոսը մահանա։ Տեսեք, սա մարդկային տեսանկյունից ինչ որ առումով նաև անարդար է, ոչ թե ինչ որ առումով ամբողջական անարդար է, բայց մենք ասում ենք դա նորմալ է, ինչի, որտեղ մեր շահերից է բխում, մենք չենք մահանում, այլ Քրիստոսն է մահանում։
Ես ինչի եմ սա ասում, որ ամեն անգամ, երբ որ մենք որևէ մեկ ուսուցում Աստվածաշնչյան կտրում ենք Աստծո նպատակներից եւ այն դիտարկում ենք մեր մարդկային տեսանկյունից, մենք այն կամ կխեղաթուրենք, իհարկե չենք կարող Աստվածաշնչից այն հանենք, ասենք սա Աստվածաշունչի, նույնիսկ լիբերալ աստվածաբանները դա են անում, ասում են սա մարդկային խոսք է, իսկ սա աստվածային խոսք է, այսինքն Աստվածաշունչը բաժանում են մարդկային ասացի եւ Աստծո ասացի, սա նույնպես խեղաթուրում է, այսինքն որպեսզի հարմարացնեն Աստվածաշնչյան Սուրբ Հոգու միջոցով Աստծո կողմից տրված անսխալական խոսքը, հարմարացնեն մարդկային սահմանափակ ընկալումներին, ինչ են անում, ծռում են, այսինքն ծռում են նախասահմանության վարդապետությունը, ծռում են Աստծո գերիշխանությունը, որի հիմքում ընկած է նրա անկախ կամքը կամ անկախ ընտրությունը, նախասահմանությունը։ Հիմա, որպեսզի մենք սա հասկանանք, առաջնային պետք է անցալենք, որ այս հատվածը, որտեղ առաքյալը ներկայացնում է, որ Աստված արդար եւ Աստծո մոտ անիրավություն չկա 14-ից մինչեւ 19, ինքը հենց այնպես չեմ, դրա համար հետագա արդեն 19-ից մինչեւ 24 համարները առաքյալը խոսում է Աստծո նպատակներից, այստեղ այնպիսի կարևոր սկզբունքներ է բարձրացված, որ մեզ համար անհասկանալի է։ Օրինակ, տեսեք, ես մի փոքր անդրադառնամ, բայց հիմա մենք դա չենք խոսում։ Ես փորձում եմ սա հիմա ներածական ներկայացնել, որտեղ շատ բարդ ընկալման մասին պիտի խոսենք։ Օրինակ նայեք, երբ որ առաքյալն ասում է, միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, ինքը ուղղակի ցույց է տալի կա արարիչ եւ կա արարած։ Ես դες հարց տամ, ընդհանուր, որպեսզի մենք անդրադառնանք սրան, կարևորությունը եւ արժեքը ումն է, կավին է, թե կավագործին է։ Մտածելակերպ ով ունի, կավը, թե ավագործը։ Առավել ես ձեզ ասեմ, կավն է որոշում ինքը ինչ պիտի լինի, թե ստեղծողն է որոշում կավից ինչ պիտի շինի։ Ուրեմն, տեսեք, ինքը հենց այնպես չի սա ասում։ Ինքը ցույց է տալի, որ ամեն դեպքում, օրինակ, եթե մեր հատվածը նայենք, կտեսնեք շատ հաճախ մենք մոտենալով մարդկային տեսանկյունից, մենք առաջ ենք քաշում մարդու ազատ կամքը։ Ճիշտ է, այսինքն այս հատվածի մեջ նույնպես մենք մոտենում ենք նայելու, իսկ արդյոք չի վնասվում մարդու ազատ կամքը, եթե մենք այսպես հասկանանք։ Բայց գիտեք, Աստվածաշունչը այս հատվածում չի խոսում մարդու ազատ կամքի մասին, այլ խոսում է Աստծո ազատ կամքի մասին։ Դրամանիկն ասում է, Աստված ինչ ուզի կանի, դու ով ես, որ Աստծուն ասես, ես ինչ ես անում։ Տեսեք, ինքը չի ասում մարդու ազատ կամքի արժեքը բարձրացնելով։ Ինքը ցույց է տալի, որ դու պետք է հաշվի նստես, թե ով արարիչ է եւ ով ես դու, եւ որքանով է Աստված վարվում քո հետ արդար իր նպատակներից ելնելով։ Տես, որովհետեւ դու ստեղծված ես իր նպատակների համար, եթե դու իր նպատակներից ընկած ես, արդեն քո ընկալումը նրա նպատակների մարդկային պիտի լինի, այսինքն դու Աստծո արածի մեջ մարդկային արժեք պիտի փնտրես, մարդկային ազատ կամք պիտի փնտրես, մարդակենտրոն մոտեցում պիտի ունենաս։ Բայց իրականում Աստվածաշունչը այն որ հայտնում Աստված իր հատկությունները իր ծրագրի ներքո, այն աստվածակենտրոնը, այսինքն այդ հայտնությունը պիտի բարձրացնի Աստծո դերը, պիտի տա Աստծուն արժեք, իսկ մենք ամեն մի հատվածի մեջ փորձում ենք բարձրացնել մարդու դերը եւ մարդու արժեքը, նույնիսկ փրկagorտության մեջ։ Հետագայում մենք այս ամեն ինչին անդրադառնանք, որտեղ հետագա հատվածները արդեն 9-րդ գլխից հետո 10, 11, 12, 13, նույնիսկ կիրառականի մեջ մենք տեսնելու ենք, որ Աստծո շնորհքն է ավելի արտահայտված։ Հիմա, որպեսզի մենք սա հասկանանք, ամեն ինչ կփոխվի, եթե մենք ունենանք ճիշտ տեսանկյուն։ Օրինակ, պատկերացրեք, եթե մի մարդու կյանքում մի երևույթ ենք մենք նայում, բնականաբար մենք այդ մարդու կյանքի երևույթները ընկալում ենք մեր տեսանկյունից, մեր անձնական տեսանկյունից։ Այսինքն մեր անձնական տեսանկյունը, որը հանդիսանում է մեր կարծիքը այդ մարդու կյանքում արարքի, մենք դա ընդունում ենք ճշմարիտ, մենք ասում ենք հենց դա էլ այդպես եղել է, դրա համար էլ ինքը դա արել է։ Դա մեր տեսանկյունն է, դա մեր կարծիքն է, բայց նաև մենք այդ կարծիքին եւ մեր տեսանկյունը համարում ենք իրական, բայց դա իրականությունը չի։ Այ եթե մենք այդ մարդու կյանքի երևույթին եւ նրա արարքին նայենք այդ մարդու տեսանկյունից կամ այդ մարդու ստեղծագործ օղակներից, մենք կտեսնենք ինչն է ազդի այդ մարդու վրա, որ ինքը դա արել է։ Մենք կտեսնենք ինչ նպատակներ է ունեցել նա, որ ինքը դա արել է։ Տեսեք, մենք առանց սա ընկալելու, առանց իր տեսանկյունից իր արարքին նայելու, մենք այդ մարդու արարքին նայում ենք մեր տեսանկյունից եւ մեր տեսանկյունը համարում ենք
իրականություն, ասում ենք սրա համար է դա արվել։ Դա ճիշտ է, ոչ, նույնը կատարվում է Աստվածաշնչի հետ։ Երբ որ մենք մոտենում ենք Աստվածաշնչյան բարդ հատվածներին, առանց հաշվի նստելու, որ Աստված նախորոք ունի նախասահմանություն, որոշում։ Աստված այնպես չի, որ պատմության ընթացքը որոշում է ընթացքի մեջ։ Ինքը նայում է, թե մարդիկ ոնց վարվեցին, հա, հիմա սենց անեմ։ Այդպես չի, Աստված արդեն նախորոք որոշել է։ Եթե Աստված ընթացքի մեջ որոշեր, միգուցե Աստծո արքայություն չստացվեր, որտեղ եթե մարդու ընտրությունից կախված լինի Աստծո արքայությունը կամ փրկությունը, որտեղ փրկությունը դա Աստծո արքայության հետ կապված սկզբունք է։ Աստծո արքայություն մտնում են փրկվածները։ Եթե մարդու կամքից, ազատ կամքից կախված լինի փրկությունը, ուրեմն Աստծո արքայությունը կապված է մարդու ազատ կամքից եւ միգուցե այդ արքայությունը չստացվի էլ, որտեղ Աստծո որոշումից չի կախված, այլ մարդու որոշումից։ Դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչի մասին ենք մենք խոսում կամ ինչ տեսանկյունից ենք մոտենում Աստվածաշնչյան հատկությունները նորից, որպեսզի կարողանանք։ Տեսեք, սա արդեն մենք 11 րոպե է, ես փորձում եմ ներածական մեր հատվածի մեջ, եթե դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ Աստծո ծրագրի օղակներում նույնիսկ արտահայտվում է այս սկզբունքը։ Տեսեք, մեղավոր մարդու կյանքում ինչ ենք մենք կարդում։ Օրինակ, որպեսզի սա տեսնեք։ Տեսեք 22 համարը եւ ինչ եթե Աստված կամենում է ցույց տալ բարկությունը։ Առաջին մենք տեսնում ենք որ մեղքի անկման պատճառով է որ Աստված կամքը ունի կամք ցույց տալու իր բարկությունը։ Հարց եմ ձեզ տալի։ Աստծո բարկությունը, որը կրում է Աստծո սրբության օղակները, այսինքն Աստծո բարկությունը իր սրբությունից է արտադրվում։ Եթե մի բան պիղծ է, Աստված դրա վրա բարկանում է։ Եթե մի բան սուրբ է, Աստված դրա վրա ուրախանում է։ Հիմա տեսեք, Աստծո բարկությունը մենք ինչ ենք տեսնում այստեղ, եթե Աստված ուշադիր եք բառը, կամենում է ցույց տալ իր բարկությունը։ Այսինքն Աստծո բարկությունը արտահայտում է Աստծո սրբությունը, Աստծո բարկությունը արտահայտում է Աստծո արդարությունը, այո։ Այսինքն սա Աստծո բարկությունը, սրբությունը, արդարությունը դա Աստծո փառքի բաղադրիչներ են։ Այո, Աստված ուզում է ցույց տա իր փառքը, այո, ուրեմն Աստված պիտի ցույց տա իր բարկությունը, պիտի ցույց տա իր արդարությունը, բարկությունը։ Դրա համար ինչ պիտի անի Աստված, պիտի թույլ տա, որ մեղք մտնի աշխարհ։ Հիմա տեսեք, եթե մենք սրա այդ հաշվի չնստենք, ճիշտ չենք տեսնի Աստծո ծրագիրը եւ ամեն մի հատվածում ինչ որ մենք կընկալենք մարդկորեն եւ մարդակենտրոն, այդ ամենի մեջ կփնտրենք մարդու արժեքը, կհարմարացնենք մարդու ազատ կամքին, որը իրականում չկա։ Այո, մարդը ունի ազատ կամք, բայց այդ ազատ կամքը արտահայտվում է նրա մեղավոր բնության օղակներում։ Կապիկը, ես այս օրինակը շատ է բերում։ Դե կապիկին դնում եք վանդակի մեջ։ Ասենք վերցնեք 10 մետրանոց վանդակ։ Կապիկը ազատ է վանդակի մեջ։ Այո, բայց ազատ է միայն վանդակի այս ծայրից այն ծայրը վազելու։ Վանդակից դուրս կապիկը ազատ չի, վանդակը չի թողում նրան այդ ազատությունը տա։ Կապիկը ազատ է, վանդակի վերև թռնի, ներքև իջնի, ինչ ուզում եք վանդակի մեջ ինքը կանի, բայց միայն վանդակի մեջ։ Մարդը ազատ է իր մեղավոր բնության սահմանափակումների մեջ։ Մարդը ազատ չի։ Օրինակ ես ունեմ ցանկություն թռնելու, բայց ես ունեմ կարողություն թռնելու։ Չունեմ, սահմանափակ եմ։ Ցանկություն միգուցե ունեմ, բայց կարողություն չունեմ։ Ցանկություն ունեմ իմ թշնամուն սիրելու, բայց ունեմ կարողություն, ոչ, որտեղ իմ սրտի մեջ նախորոք ձևակերպած նախասահմանություն բառը սխալ օգտագործեցի, նախորոք հակում կա ինձ սիրելու։ Եվ քանի որ իմ թշնամին ինձ հակառակվել է, ես չեմ կարողանում նրան սիրել, որտեղ ինձ եմ սիրում։ Այս ինձ սիրելը թույլ չի տալի, որ ես իմ թշնամուն սիրեմ։ Տեսնում եք։ Դրա համար նույնիսկ եթե չեմ ուզում ուսուցման արդյունք, դրա համար Հիսուսի տված վերստին ծնունդի մեջ մենք տեսնում ենք, որ process-ը ընթանում մարդը իր անձը ուրանալու, իր կամքը, իր ցանկությունները թողնելու, սա այնպես չի որ մարդը իր կարողությունով է դառնում։ Դա Աստծո ներգործությունն է, Աստծո շնորհքն է անում մարդուն այդպես, դրա համար մարդը սկսում առավել հնազանդվել եւ մարդու կյանքում առաջագալի թշնամու սիրելը նույնիսկ։ Ինչի որտեղ նա չի նայում թշնամուն որպես թշնամի, այլ նայում է որպես Աստծո ստեղծագործություն եւ որպես կույրի, անհասկացողի, ոչ թե ընկալում եք, սա այս ամենը ընդհանուր առմամբ կապված է թե ինչ տեսանկյունից ենք նայում կամ արդյոք մեր տեսանկյունը փոխվել է։ Դրա համար
նույնիսկ առակած գրքում, երբ որ մենք խոսում ենք իմաստունի մասին, այնտեղ իմաստունը երբեք չի նշանակում շատ ինֆորմացիա տեղեկություն ունեցող, այլ իմաստուն նշանակում է կյանքի բոլոր երևույթներին, բոլոր ոլորտներին մարդը նայում է Աստծո տեսանկյունից։ Այս է իմաստունն է։ Իսկ նաև իմաստունի նաև մի կատեգորիան կա, ոչ միայն ինքը նայում է Աստծո տեսանկյունից, այլ նաև ինքը վարվում է Աստծո տեսանկյունից, այսինքն ինքը կարողանում է աստվածաշնչյան ճշմարտությունը փորձության կամ պարագաների պահին ճիշտ կիրառի։ Սա իմաստունն է, սա հрьяաների ընկալումով, երբ որ Սողոմոնն է խոսում առակած գրքում իմաստունի մասին, այս տեսանկյունից է խոսում։ Իմաստունը այնպես չի, որ մի երկու բան լսել է, մի երկու բանի տեղյակը դառել է իմաստուն։ Սրա մասին չի, տեսանկյունն է փոխվել, նրան բնություն է տվել, բնություն է փոխվել, դրա համար ինչ եմ ես սա ասում, եթե մենք առանց այս ամեն ինչի հետ հաշվի նստելու վերցնում ենք որևէ մեկ նավել բարդ հատված աստվածաշնչյան, որը կապված է նախասահմանության, Աստծո սուվերենության հետ, մենք այն խեղաթյուրում ենք, մենք որտեղ մենք այն նայում ենք մարդակենտրոն, ավելի այդ հատվածի մեջ փնտրում ենք մարդու արժեքը, ոչ թե Աստծո արժեքը, քանի որ հակառակը Աստվածաշունչը աստվածակենտրոն է եւ ոչ թե մարդակենտրոն։ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է Աստծո արժեքները, ինչի որտեվ Աստծո արժեքները ներկայացնելով է, որ Աստված փառավորվում է, որտեվ Աստված հայտնություն է, այսինքն Աստվածաշունչը տվել է իր փառքի համար, ոչ թե մեր համար։ Եվ մենք հատվածներ կնայենք, նույնիսկ Իսրայելին, երբ որ Աստված ընտրեց, Իսրայելն էլ էսպես մտածում։ Իսրայելը ասում էր ես լավն եմ, դրա համար Աստված ինձ ընտրեց։ Եվ Աստված մի քանի անգամ մարգարեների միջոցով, նույնիսկ Մովսեսի միջոցով ասում է ես ձեզ չեմ ընտրել, որ դուք լավն եք։ Ես ձեզ չեմ ընտրել, որ դուք ավելի շատ եք մյուս ազգերից։ Դուք ամեն ազգերից ավելի քիչ եք։ Ամեն ազգերի հետ նման դուք խստապարանոց եք։ Ես ձեզ չեմ ընտրել ձեր համար, այլ իմ անունը փառավորելու համար եմ ձեզ ընտրել։ Եվ մարգարեների մեջ սա կտեսնեք, եւ Ելից գրքում կտեսնեք, որպեսզի Իսրայելին ցույց տա, թե ինչ նպատակով է, որ Աստված օգտագործում է նրանց որպես սեփական ժողովուրդ։ Հիմա եկեք անդրադառնանք ավելի կարևոր մի սկզբունքի, մեր հատվածում կտեսնենք նաև, ես ընթերցեցի, եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարգությունը, հետևիցնեք, եւ հայտնել, նույնպես ցույց տալը, եւ հայտնել իր զորությունը, այսինքն տեսեք, եթե Աստված ցույց չտա իր բարգությունը, իսկ այդ բարգությունը մենք ասացինք կապված է նրա սրբության եւ արդարության հետ։ Այսինքն ցույց տալի իր փառքը, պետք է սա տեսնենք եւ իր փառքը ցույց տալը դառնում է ամբողջական Աստծո գերիշխանության արտահայտությունը։ Այսինքն դուք պատկերացրեք ճանաչում եք մի Աստծո, բայց նրան չեք ճանաչում որպես գերիշխան։ Բայց որpիսի Աստված ցույց տա իր գերիշխանությունը, դրա համար ինքը ունի որոշակի թույլատվություն կյանքում երևույթների։ Ինքը թույլ է տալի մեղքի անկում, թույլ է տալի այդ մեղքի անկման հետևանքում մարդու հասկացողության սահմանափակում։ Դրանք բոլորը նպատակային են, այսինքն եթե մենք հաշվի չնստենք այս ամեն ինչի հետ, ի վերջո ամեն ինչ կխեղաթյուրենք, կծռենք եւ նախասահմանությունը կհարմարացնենք մեր ընկալումները, այսինքն այդ ամեն ինչի մեջ կփնտրենք մարդու ազատ կամքը եւ կհարմարացնենք դրան։ Կասենք այո, Աստված ընտրեց, որովհետեւ մենք ընտրեցինք սկզբում։ Այսինքն այստեղ մենք կկախենք Աստծո ընտրությունը մարդու ընտրությունից եւ Աստծո որոշումը մարդու որոշումից եւ ի վերջո բարձրացնում ենք մարդու արժեքային համակարգը, այսինքն մարդը որոշեց, իսկ Աստված հետևեց մարդու որոշմանը։ Այսինքն այստեղ ոչ թե դառնում է Աստված գերիշխան, այլ մարդն է դառնում գերիշխան։ Աստվածաշունչը դառնում է ոչ թե աստվածակենտրոն, այլ մարդակենտրոն։ Սրանք կարևոր սկզբունքներ են։ Դրա համար եթե ես մի քիչ հիմա առաջ եմ ընկել, ուզում եմ ուղղակի դուք տեսնեք ինչի մասին ենք մենք խոսելու, որովհետև Աստված ունի նպատակ եւ այդ նպատակի հիմքում է, որ մենք հասկանում ենք, որ նախասահմանությունը, Աստծո սուվերեն անկախ ընտրությունը իմաստ ունի։ Հենց այնպես չի դա։ Եվ եթե մենք այն հարմարացնում ենք մեր մարդկային տեսանկյունը, մենք ծռում եւ փակում ենք այն ամենը, ինչ որ Աստծո հոգին անսխալական խոսքը տալու մեջ մեզ հայտնելը, մենք այն ծածկում ենք կամ այն ծռում ենք, այստեղ վտանգ կա։ Այսինքն մենք Աստծուն չենք ճանաչում այնպես, ինչպես Աստված է ուզում, որ մենք իրեն ճանաչենք, որտեղ իսկ մեր Աստված ճանաչությունը մեր կյանքում արտադրում է մարդ եւ Աստված հարաբերության մեջ կարևոր սկզբունք։ Խոնարհվում է մարդը, մեծանում է Աստծո շնորհքը տեսնելով հասկանում է ինքը իրականում ով է։ Այսինքն եթե սրանք չլինի, Աստծո հետ մեր հարաբերությունը չի լինի Աստծո խոսքի վրա, ասես կլինի մեր մարդկային ընկալումների վրա։
Եվ իրականում Աստված չի փառավորվի, բայց մենք կմտածենք, որ մենք շատ ճիշտ ենք վարվում եւ Աստծուն ուրախացնում ենք, բայց իրականում ոչ։ Եվ մեր վեճերը մեծ մասամբ նախ հասարմանության հետ կապված, սուվերեն ընտրության հետ կապված գալիս է մարդկային տեսանկյունի եւ աստվածային տեսանկյունի բախումից։ Բայց իրականում նրանք, որոնք հասկացել են, չեն վիճում։ Ինչի՞, որովհետեւ մենք այսինքն անձը հասկանում է, որ ուղղակի սխալ տեսանկյունից են նայում։ Սխալ տեսանկյունից նայողի հետ ես ինչ վիճեմ։ Սխալ տեսանկյունից նայողին ուղղակի պիտի ցույց տան, որ տեսանկյունը քո մարդկայինը, սխալ տեսանկյունը։ Հիմա որքանով Աստված կուղի նրա տեսանկյունը, դա Աստծո սուվերեն կամքն է եւ Աստծո ներգործությունն է, շնորհք տա։ Ես նրանց համար աղոթում եմ։ Ամեն դեպքում, որպեսզի սա ավելի հասկանանք, տեսեք, ինչպես ես արդեն ասեցի, որպեսզի արտահայտվի Աստծո փառքը, Աստված ունի կամք եւ ունի նպատակներ, թե ինչ թույլ տա եւ այդ թույլ տվածի մեջ ինչպես այն պիտի գործի։ Հիմա մի կարևոր սկզբունք նայենք։ Տեսեք, երբ որ առաքյալն անդրադառնում է 21 համար, ես հիմա ներածական եմ անում, սերունդս չեմ խոսում ընդհանուր մեր հատվածի մեջ ավելի խորը բաներ ենք տեսնելու, որտեղ սա բարդ հատված է։ Ես փորձում եմ բարդ հատվածներից առաջ գոնե ցույց տամ։ Օրինակ հիմա իմ նպատակն է ցույց տալու, որ կա երկու տեսանկյուն։ Աստված ցանկություն ունի, որպեսզի մենք մոտենանք աստվածաշնչյան հատվածներին Աստծո տեսանկյունից։ Բայց մենք բնական է մեզ համար, որ միշտ հատվածներին մոտենում ենք առաջնային մարդու տեսանկյունից եւ մեր մարդկային տեսանկյունը համարելով ճիշտ, փորձում ենք հատվածը հարմարացնել մեր տեսանկյունին եւ ասենք այսպես է, այսինքն մեկնաբանելով ասում ենք այսպես է ասում Աստվածաշունչը, բայց իրականում Աստվածաշունչը այդպես չի ասում։ Հիմա այս երկու տեսանկյունի մասին եմ ուզում խոսալ։ Օրինակ տեսեք, մեր 21-ը միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա։ Երբ որ հարց է տալի, միթե ի նկատի ունի դուք ձեր նույնիսկ ձեր մարդկորեն ընկալման մեջ ինչպես եք տեսնում, այսինքն կավագործը իշխանություն ունի կավի վրա, կավին սեղմելու, կավին ինչ որ ձև տալու, ունի թե չունի։ Ունի, թե կավին հարցնում է նորը անում։ Չէ, ինքը իշխանություն ունի, որտեղ ինքը ունի նպատակ, կավը նպատակ չունի։ Ինքը ունի նպատակ կավից ինչ ստեղծի, կուժ ստեղծի, բաժակ ստեղծի, քար ստեղծի, որպեսզի տուն կառուցի, կիրպիչ, ինչ ստեղծի կավից։ Դա ունի իշխանություն կավագործը, հարցը տալի, միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, եւ մենք բոլորս ակամայից պատասխանում ենք, իհարկե ունի, ճիշտ է, դե հիմա նայեք ինչ է ասում։ Միթե իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից, այդ նույն կավից, տեսեք, մեկը շինի, մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության անոթ։ Այսինքն, որպիսի Աստծո նպատակները մենք հասկանանք եւ Աստծո նպատակները երևա կա երկու անոթ, այսինքն բրուտը կամ Աստված կարիք ունի, ներողություն կարիք բառը նույնպես չի կարելի օգտագործել, որտեղ Աստված կարիք չունի, այլ նպատակ ունի, ցանկություն ունի։ Աստված ցանկություն ունի երկու անոթ շինի, երկու տարբեր անոթներ, որ նրանց տարբերությունը որն է, նրանց ամեն մեկի վրա, այս տարբերությունները անակալ որ ամեն մեկի վրա ցույց է տալի իր փառքի կարևոր բաղադրիչներ, մեկի վրա իր փառքի մի բաղադրիչներն է ցույց տալի, մյուսի վրա իր փառքի մեկ այլ բաղադրիչներ։ Այսինքն դրա համար ինքն անդրադառնում է եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը, սա անարգության անոթներն են, բայց արդարությունով է վարվել նրանց չի սարքել բարկության անոթներ։ Նրանք իրենք են մեղքի հակումով իրենց բարկության անոթ սարքել։ Իրենք են իրենց հոժարկամքով անհնազանդվում Աստծուն։ Հիմա տեսեք, եւ ինչ եթե Աստված կամենում է ցույց տալ իր բարկությունը, հայտնել իր զորությունը եւ հետեւիսն է եւ շատ երկայնամտությամբ համբերեց, էլ ինչն է ցույց տալի իր երկայնամտությունը, էլ ինչը իր համբերությունը, եթե չլիներ մեղավոր անոթ, որտեղ էիք տեսնելու Աստծո համբերությունը, որտեղ էիք տեսնելու Աստծո երկայնամտությունը, որտեղ էիք տեսնելու որ Աստված ունի բարկություն, որտեղ ենք տեսնելու որ այդ բարկությունը ցույց է տալի Աստծո արդար լինելը եւ նրա սուրբ լինելը, որտեղ ենք տեսնելու եթե չլիներ այս անարգության անոթը եւ եթե չլիներ մեղքի անկումը եւ մեղքը վնասած չլիներ այս անոթին։ Հիմա եթե դա չլիներ, որտեղ ենք մենք տեսնելու Աստծո փառքի այս կարևոր բաղադրիչները, արդարությունը, սրբությունը, երկայնամտությունը, համբերությունը, մենք չենք տեսնի այն։ Ես ուղղակի եմ ձեզ ցույց տալի, որպեսզի դուք սա տեսնեք, որ սրանք ոչ թե ուղղակի Աստված համբերող է, Աստված նպատակ ունի դա ցույց տալու, որպեսզի ցույց տա իր փառքը, իր ամբողջությունը փառքի։
Եվ հետագայում նաև կարդում ենք շատ երկարությամբ եւ համբերությամբ համբերեց բարկության անոթների վրա, որ կորուստի համար պատրաստված էին։ Կորուստի համար պատրաստված են անցյալ անգամ եշտեցի բնագրի մեջ առավել իրենց են պատրաստել, իրենք են այդպիսին, ոչ թե իրենք լավն էին, Աստված իրենց այդպիսին արեց, այլ իրենք այդպիսին են արդեն։ Աստված ուղղակի թույլ տվեց, որ նրանք մնան այնպես, ինչպիսին են։ Հիմա տեսեք, եւ արդարավարվում ենք մի նախորդ ձայնագրության մեջ խոսել ենք։ Եվ հետևից ասում է, եւ ինչ եթե Աստված կամենում է ցույց տալ բարկությունը։ Մյուսը 22 եւ որ հայտնի ցույց տա, նույնպես ինչ ենք տեսնում, որ ցույց տա հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը, իր փառքի մեծությունը կամ իր փառքի ամբողջությունը, ավելի པարզ կլինի ասել այսպես։ Եվ ինչ եթե Աստված կամենում է ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, ողորմության անոթները որոնք են, որոնց կամքի վրա ինքը ներգործեց անարդարությունով ներգործեց, եթե արդարությունով վարվեր չներգործեր, մնանք դմնալու են բարկության անոթներ, բայց ինքը ունի նպատակ եւ բարկության անոթների վրա ցույց տա իր փառքի որոշ հատկություններ եւ ողորմության անոթների վրա ցույց տա իր փառքի որոշ հատկություններ եւ այստեղ արդեն սա է, որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար։ Այստեղ ցույց է տալի, որ Աստված ունի ողորմություն, իսկ ողորմությունը ամբողջանում է անարժաններին արժանություն տալու մեջ։ Ես մի կարևոր սկզբունք ձեզ ցույց կտամ հիմա այստեղ։ Տեսեք, օրինակի համար, երբ որ մենք անդրադառնում ենք արժանիք հասկացողությանը, պիտի միշտ հասկանանք, որ Աստվածաշունչը երբեք չի խոսում մարդու հատկության մեջ եղող արժանիքից, որտեղ մարդը արժանիքներ չունի։ Բացատրեմ, միգուցե շատերի համար սխալ կհնչի իմ ընկալումը։ Մարդը արժանիք չունի, որովհետև արժանիքը մարդուն տալիս է Աստված, նրա ստեղծողը։ Այն նպատակի համար, ինչի համար Աստված ստեղծել է, եթե այդ անձը այդ նպատակի համար օգտագործվում է, նա նոր ձեռք է բերում այդ արժեքն։ Մենք տեսնում ենք նրա արժեքը, այսինքն նրա արժանիքը կապված է ստեղծողից, ոչ թե ինքը իր մեջ ունի արժեք։ Ինքը իր մեջ չունի արժեք, նրան արժեք տալիս են։ Օրինակ, երբ որ դուք վերցնում եք մի առարկա, ես այս օրինակը շատ եմ բերել, պատկերացրեք, վերցնում եք մի առարկա։ Այս առարկան ունի արժեք իր ստեղծագործության նյութական առումով, այսինքն ինչից է ինքը պատրաստված, ինչքան աշխատանք է իր վրա արված։ Ճիշտ է։ Մենք տեսնում ենք, որ այս առարկան որոշակի առումով կրում է արժեք իր նպատակների մեջ, այսինքն իր նյութական բաղադրիչներից, ինչից է բաղկացած։ Եթե այդ առարկան ոսկուց է, մենք ասում ենք ոսկու գրամը այսքան է, ինքը ունի այսքան արժեք։ Եթե նրա վրա ինչ-որ մեկ ոսկերիչ գործ արել եւ դժվար գործ արել, դա նույնպես գումարվում է ինչ-որ մի արժեք, նույնպես արժեքը բարձրանում է։ Հիմա եկեք անդրադառնանք սրան։ Մարդը ստեղծված է ցեխից, կավից, այսինքն հողից, եւ այդ կավից ստեղծված մարդը մեղքի անկում է ապրել, այսինքն ինքը չի օգտագործում իր ստեղծողի նպատակների համար։ Ինչ արժեք ունի ինքը։ Այդ արժեքը կարամ տամ ես, ասեմ արժեք ունի, տեսեք աչքեր ունի, մտածելակերպ ունի, ականջ ունի, իսկ իրական իր ստեղծողը արժեք տալիս է նրան։ Ոչ, ինչի, որտեվ այդ աչքերը, այդ լեզուն, այդ միտքը, այդ ձեռքերը չի օգտագործում այն նպատակի համար, ինչի համար ստեղծված է։ Դուք որ ձեր տունը մի բան փչանում է, դնում պահում եք ձեր վերևում ինչ-որ միտեղ, միշտ նայում եք դրան, թե վերև շպրտում եք։ Այն ձեր համար աղբ է հանդիսանում, ինչի, որտեվ չի օգտագործվում ձեր կարիքների, ձեր նպատակների համար։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ճիշտ տեսնեք ինչի մասին է խոսքը, այսինքն Աստվածաշունչը ամեն ինչի հիմքում դնելով Աստծո փառքը նաև մեզ ցույց է տալի Աստծո գերիշխանությունը, եւ այդ գերիշխանությունը մեզ ցույց է տալի նրա նպատակները, եւ նրա իշխանությունը այդ նպատակներից է արտահայտվում։ Եթե մենք սրա հետ հաշվի չենք նստում, մենք ուղղակի մոտենում ենք Աստվածաշնչին ոչ ճիշտ տեսանկյունից, այսինքն Աստծո տեսանկյունից չենք մոտենում, որ Աստված կուզեր, այլ մոտենում ենք մարդկային տեսանկյունից։ Հիմա մեր հատվածի մեջ ես ինչ եմ ուզում ցույց տամ, որ կա Աստծո գերիշխանությունը, բայց եթե մենք այն սխալ տեսանկյունից նայենք, այնտեղ կտեսնենք մարդկային իշխանությունը։ Եվ ասենք օրինակ
Երեք կարևոր սկզբունք կա մեր այս հատվածում 14-ից 24-ում։ Առաջինը, արդար է արդյոք Աստված, մենք նայեցինք այդ ձեռնագրությունները կա արդեն, մենք խոսեցինք այս մասին 14-ից մինչև 19 համարը։ Երկրորդ, մենք տեսանք նաև այդ նույն հատվածի մեջ, մենք տեսանք կրում է արդյոք մարդը պատասխանատվություն, նույնպես եթե նայեք կտեսնեք, եւ հիմա երրորդ, կա այս ամենի մեջ նպատակ եւ իմաստ։ Եվ դրա համար ես այս երբ որ Աստված խոսում է, երբ որ առաքյալը խոսում է Աստծո արդարացության մասին եւ մարդու պատասխանատվության մասին, ինքը այն վակուումի մեջ չի խոսում, չի կընտրում Աստծո նպատակներից։ Ինքը դա ներկայացնում է Աստծո նպատակների մեջ, որովհետեւ մենք հասկանանք, որ սրանք այս արդարը Աստված եւ մարդը պատասխանատու է, դա Աստծո նպատակներից է գալիս։ Սա ամենակարևորը։ Ուրեմն մեր այս հատվածում ավելի կամբողջացնենք Աստծո նպատակներն։ Արդեն 30 րոպեն անցավ, ես ուղղակի փորձեցի ներածականել։ Միշտ պետք է ուշադիր լինենք, որ մենք անդրադառնալով Աստծո նպատակներին ավելի ցույց ենք տալու այս հատվածի աստվածակենտրոն լինելը։ Եվ ես ուզում եմ, որ դուք տեսնեք տարբերությունը նաև մարդակենտրոնության։ Ամեն դեպքում ես ցույց եմ տալիս, որ կա երկու տեսանկյուն հատվածին մոտենալու։ Աստվածային տեսանկյունը այս հատվածի հանդեպ եւ մարդկային տեսանկյունը։ Նայած թե դուք երևույթին ինչ տեսանկյունից եք նայում, այդ երևույթը կմեկնաբանեք այդ տեսանկյունից։ Բայց միշտ հիշեք, Աստվածաշունչը աստվածակենտրոն է, որտեղ Աստվածաշունչը խոսում է Աստծո մասին որպես գլխավոր դերակատար, ոչ թե մարդու մասին։ Մարդը այն միջոցն է, որով մենք տեսնում ենք ով է Աստված։ Այսինքն ամեն մի հատվածի մեջ կլինի վերագրող, կլինի նկարագրող, երբ որ մենք տեսնում ենք ինչպես է վարվում Աստված մարդու արարքի նկատմամբ, ոչ թե արտահայտվում է մարդու արժեքը, այլ արտահայտվում է թե ինչպես է վարվում Աստված եւ Աստծո արժեքը։ Արդյոք այդ մարդու հանդեպ համբերեց, արդյոք այդ մարդու հանդեպ բարկություն օգտագործեց, արդյոք այդ մարդու հանդեպ երկայնամտություն օգտագործեց, արդյոք այդ մարդու հանդեպ շնորհքով վարվեց, ողորմությունով վարվեց։ Եվ սա արդյոք այդ մարդու կամքի վրա ներգործեց, թե թույլ տվեց, որ մնա իր կամքի մեջ, իր ազատ կամքի ով։ Այսինքն այս ամենը ուղղակի ցույց է տալիս, թե ով է Աստված։ Դրա համար Աստվածաշունչը ոչ թե խոսում է ընդհանրապես մարդու մասին, այլ խոսում է Աստծո մասին, որի օղակներում մենք հասկանում ենք ով է մարդը։ Այսինքն Աստվածաշունչը հանդիսանում է աստվածակենտրոն, գլխավոր հերոսը Աստվածաշնչում Աստված է, ոչ թե մարդը։ Տերը ձեզ օրհնի փառքի համար եւ հետագա արդեն ինչպես մենք ասեցինք, ունենք 3 կարևոր սկզբունքեր զարգացնում առաքյալը այս հատվածում։ Առաջինը արդար է արդյոք Աստված եւ այդ մասին մենք տեսանք օգտագործեց 2 կարևոր հատված՝ Մովսեսի պարագայում, Փարավոնի պարագան եւ երկրորդ կրումը արդյոք մարդը պատասխանատվություն դատապարտության հարցում եւ մենք տեսանք այո կրումը, որտեւ եթե նայեք նույնիսկ Հուդայի պարագայում, Հուդան մատնեց Աստծուն։ Ճիշտ է։ Իսկ ինչի համար մատնեց Աստծուն, որովհետեւ ագահ էր։ Իսկ Հուդային ագահ Աստված էր արել, ոչ, իր մեղավոր բնությունը արծաթասիրում անձը։ Այսինքն արծաթասիրություն ունի, այսինքն մատնեց Քրիստոսին, բայց այն նաև նախասահմանված էր, այսինքն Աստված օգտագործելով այդ մարդու բնական հատկությունը, նաև իր ծրագրի մեջ ընդգրկեց այդ մարդուն։ Այստեղ Հուդան կարա ասի. «Տեր Աստված, գիտես, ես քո կամքն եմ, չէ, կատարել քո ծրագրի համաձայն, ինչի ես ինձ դատում»։ Ոչ, Աստված կասի. «Դու իմ կամքի մասին չգիտեիր, դու քո ագահությունն էիր օգտագործում, քո ագահության համար կգնաս դատապարտության»։ Այսինքն այստեղ այնպես չի, որ Հուդան գիտեր, որ ինքը Աստծո կամքն է անում։ Հուդան անում էր այն, ինչ ինքն էր կամենում, իր ազատ կամքն էր արտահայտում, իր ագահությունով, արծաթասիրությունով, իսկ Աստված այն օգտագործեց իր փառքի եւ իր նպատակների համար։ Ինչպես Հովսեփի եղբայրները Հովսեփին մատնեցին գերության, բայց նրանք դա արեցին չարությունից ելնելով, բայց Աստված այն օգտագործեց, Հովսեփին պահեց, որպեսզի մի ամբողջ Իսրայելի ազգ սովից չմահանա։ Այսինքն Աստված ունի իր նպատակները եւ օգտագործում է այս ամեն ինչ, այս երկու անոթները, բարկության անոթները եւ ողորմության անոթները իր նպատակների օղակներում։ Դրա համար, եթե մենք հաշվի չնստենք այդ նպատակների հետ, մենք ամեն ինչ կնայենք մարդկային սահմանափակ սխալ տեսանկյունից եւ ինչն է վտանգը, որ արժեքը կդնենք մարդու վրա, այսինքն մեր հատվածը կդիտարկենք մարդակենտրոն, կբարձրացնենք մարդու արժեքը այդ հատվածի մեջ։ Իսկ եթե նայենք Աստվածաշնչյան իրական աստվածակենտրոնությունից, կբարձրանա աստվածային արժեքը եւ ճիշտ արտադրանք կտա մեր կյանքում մարդ եւ Աստված հարաբերության մեջ, կփառավորվի Աստված։ Տերը ձեզ օրհնի փառքի համար եւ մենք կխոսենք արդեն նպատակների մասին։ Սա ներածական որպես